Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոց լավ տրամադրություն, հին ուտեստներ, ջերմ մթնոլորտ։ Ահա այս ամենը մենք պիտի ապահովենք ձեզ համար, իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է մեր ամենաակտիվ հեռուստադիտող, լավ բարեկամ եւ ամենակարևորը, որ մեր այդ միամսյակին առաջին արձագանքած Աննա Թադևոսյանի հետ։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, շատ լավ։ Հեռուստադիտողը քեզ հիշում է։ Կարծում եք։ Այո, քեզ հիշում է։ Եվ շատ լավ է եւ ուրախ եմ, որ արձագանքեցիր այդ մեր միամսյակին, այսինքն միամսյակ ասվածը վերաբերում է նրան, որ մենք այս ամսվա ընթացքում պիտի ներկայացնենք հնագույն ուտեստներ, հնագույն կերակրատեսակներ, որը որ հիշում ենք մենք մեր հիշողության մեջ տատիկներ պատրաստում կամ մայրիկներ պատրաստում, ինչ առաջարկով ես այսօր եկել։ Դե ընդհանուր առմամբ իմ տատիկի կերակուրը միտքը շատ դուրս եկավ, դուք էլ արդեն ինձ պիտի որ ճանաչեք, որովհետև ես ոչ միայն ակտիվ հեռուստադիտող եմ, այլ նաև արդեն ընկերություն եմ անում կազմակերպության հետ, այսքան ժամանակ ես դիտում եմ ձեր հաղորդումները, շատ սիրում եմ ձեր հաղորդաշարը։ Միտքը տատիկի կերակուր պատրաստելու, չգիտեմ որքանով հին կլինի իմ ուտեստը ներկայացրած, բայց ես հիշում եմ այդ ուտեստը իմ տատիկից։ Հենց իրոք իմ տատիկից։ Այդ է ինչ մենք ուզում ենք։ Զանգեզուրի կողմերին բնորոշ կերակուր պիտի պատրաստեմ ավելուկով։ Շատ ընտանիքներում երբեմն կան շատ ջերմ եւ շատ խիստ պահպանվող ավանդույթներ, այս ամեն ընտանիքի այդպիսի ավանդույթներից մեկն է։ Մենք պատրաստում ենք ավելուկով ապուր։ Օգտագործելու ենք նաեւ լոլիկ իր հյութի մեջ։ Այո։ Ոսպ, ալյուր, բլղուր, սև սալորաչիր եւ ինքը ավելուկը եւ մենք բերել ենք այսօր արդյոք մեզ հետ ջերմությունը եւ հոգուսերը որ պիտի դնենք անպայման ուտեստի մեջ անպայման նախ տատիկի մասին խոսելուց անհնար է ջերմ չլինել ինձ թվում է հերթադիտողների 100%-ը կհամաձայնվեն դե գնացինք ես սոխը սկսեմ կտրատել շատ լավ ես էլ փորձեմ առաջին հերթին իհարկե ավելուկը դնել ջեռոցին որպեսզի մի փոքր արագ ստացվի մեզ մոտ ամեն ինչ, նախ դա պարտադիր է երևի, դուք էլ թվում է համաձայնվեք, անպայման մի հատ եռման ջրով լվանում ենք ավելուկը, համ ավելի շուտ է եփվում, համ էլ ավելի հիգիենիկ է։ Եվ դառնության հետ կապված էլ մի քիչ խնդիրները մեղմում ենք, որտեղ կտակ եսա վերցնեմ, հա։ Այնուամենայնիվ ավելուկը որքան որ արժեքավոր, բայց մի քիչ դառնություն ունի։ Գուցե հենց դրանով է արժեքավոր, բայց մի քիչ կարելի է մեղմել, չէ՞, դառնությունը։ Մի քիչ զգույշ կլինենք Այսպես, եթե կարելի է ջուրն էլ տակ։ Խնդրեմ։ Թորնիկ ջան, տատիկը կրակի վրա էր դնում, նոր էր ջուրը լցնում։ Բայ ներողություն, շեֆ։ Հատուկ էլ կսխալվեմ, որ դուք ինձ նկատողություններ անեք, որովհետև դուք շեֆ խոհարար եք, իսկ ես թորնիկ եմ։ Լավ, ես կաշխատեմ բավարարել քո այդ բուրնը ցանկությունը։ Բայ շատ շնորհակալ եմ ձեզ։ Արդեն եռում եմ մեր ավելուկը։ Եթե կարելի է բռնիչը կտակ, չէ, ծրպիչ։ Այո։ Ես մի փոքր ժամանակով կվերցնեմ, հա, մեր ավելուկը, որպեսզի կարողանանք ջեռոցն օգտագործել սոխառածի համար։ Խնդրեմ։ Շատ հնարավոր է, որ ժամանակին Զանգեզուրում ճաշը պատրաստելիս օգտագործել են չորաթան, բայց ես այդքան համարձակություն չունեմ։ Համար ես կպատրաստեմ ալյուրով, խյուսով, սոխառած։ Շատ լավ։ Չէ, եթե համարձակություն չունես, բայց ձեթե դաղենք։ Այո, ձեթե դաղենք։ Ասեմ, կարող էր սա լինել նաև կարագով կամ յուղով ավելի ճիշտ, շնորհակալություն, բայց քանի որ նաև մոտենում է Պասի ժամանակաշրջանը, կարծում եմ, որ սա այնպիսի ուտեստներից է, որ կարող են մարդիկ օգտագործել նաև այդ ժամանակ։ Պահի ժամանակաշրջանը։ Շատ լավ, շատ լավ։ Սոխը լցնենք։ Շնորհակալություն։ Իսկ դու պասպահում ես արդյոք։ Նախնական զրույցում ինչ ասեցիր, ես մոռացա, խնդրի չի։ Իսկ ասած, ես մեծ փորձ ունեմ պասպահելու, բայց վերջին տարիներին չեմ պահում։ Կարծում ես, որ դրա անհրաժեշտություն չկա։ Ազնիվ կասեմ, այո։ Հիմա կսպասենք մի փոքր թող կարմրի մեր սոխը, հետո կավելացնենք ալյուրը։ Նախքան այդ ես կպատրաստեմ լոլիկը։
Կարող ենք օգտագործել նաև տոմատ, բայց կարծում եմ լոլիկով ավելի համեղ է լինում։ Ես սիրում եմ ավելի շատ լոլիկով։ Եվ փորձում ունես դրանով պատրաստել ես։ Այո։ Շատ լավ։ Դաստել եմ։ Մենք անպայման եթե կարելի է գտալ էլի։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Մենք անպայման կհանենք լոլիկի կեղևը։ Ստիպված եմ դա ձեռքով անել։ Կարծում եմ ժամանակն է, որ ալուրը միասին Բայց ես կուզեի մի փոքր էլ ինքը կարմրել, եթե կարելի է։ Մի Ես փոքր։ ճիշտ ասած համառորեն կարծում եմ, որ ալուրի հետ ավելի շուտ կկարմրի։ Հա, գիտեմ, բայց ես երկար չեմ ուզում թողնել ալուրը ուղակի սոխի հետ։ Դրեցինք ալուրը։ Ինչ եք կարծում, չավելացնենք արդեն լոլիկը։ Ես կարծում եմ, որ ժամանակն է։ Հատիկ լոլիկ այդպես։ Հա, Թող հիմա ես մի իրան- հատիկ լողան, ինչ պիտի։ Հա, մի լինի, քիչ, չէ, ես հիմա կճզմեմ, մի փոքր էլ ջրից կավելացնեմ։ Հա, որ ստանանք այս խիզի ճիշտ տեսակը։ Ճիշտն ասած տոմատով էլ է համեղ լինում, բայց քանի որ սալորաչիր պիտի օգտագործեմ եւ կթթվածնեմ արդեն սալորաչրով։ Այդքան չէի ուզում, որ շատ թթու լիներ։ Դու միջավայրը նախասիրում ես, նախընտրում ես ստանալ սալորաչրից։ Այո։ Յուրահատուկ է լինում համը։ Թաքնված տաղանդ ես խոհարարության մեջ։ Այ ես դա գովեստ է։ Ես կարծում եմ, որ տոմատի մածուկով դու այս վառ գույնը չէիր ստանա։ Չէ, կստանամ մի փոքր ավելի մուգ գույն, բանավանդ երբ որ էպվում է եւ արդեն բոված ալուրի հետ խառնվում է, մի փոքր ավելի մուգ է լինում։ Այսինքն մենք ունեցանք շահեկան մի իրավիճակ։ Այո, գեղեցիկ։ Այո։ Ճիշտ է, չէ, սկզբում աչքերով են ուտում։ Այո, աչքերով, Թույլ աչքերով։ կտակ վերցնեմ արդեն։ Անշուշտ, անշուշտ։ Համարենք պատրաստ։ Վերադարձնենք ավելուկը ջեռոցին։ Եվ հիմա սխտորը կկտրատենք ինչպես որ Այդքան կարևոր չի հիմա սխտորը, որովհետեւ մենք իրեն չենք ավելացնելու։ Այ հիմա ես մատուցելով դա։ մատուցելուց այո կավելացնենք, արդեն շեշտել ենք դա։ Այ հիմա կավելացնեմ, ամենաբարդ գործը պիտի անեմ, որովհետեւ պիտի անընդհատ խառնեմ, որ գնդիկներ չառաջանան։ Փաստորեն այս ուտեստը կարելի է պատրաստել կամ պատրաստում էին նաև չորաթանով։ Երևի պատրաստում էին, այսինքն ես դա ենթադրում եմ, որովհետև Զանգեզուրի կողմերում չորաթանը շատ ընդունված է։ Կարծում եմ, որ այնտեղ դժվար թե ալյուրով անեին, կանեին երևի թե չորաթանով։ Չեմ փորձել երբևէ, բայց կարծում եմ համով կլինի։ Շատ համով կլինի եւ ընդհանրապես չորաթանի մասին խոսելիս պիտի միշտ զգաստանալ, որովհետեւ դա այն բացառիկ հայտնագործություններից է մեր նախնիների կողմից, որը ապահովում է կատնամթերքի պահպանման եղանակ, չօգտագործելով որևէ այլ այսպես էմուլգատոր կամ չգիտեմ եւ այլն։ Կարծում եմ արդեն կարող ենք ավելացնել ոսպը։ Այո։ Մի քիչ էլ թողնենք, թող ոսպի հետ եպվի։ Ինչու եմ շատ սիրում ավելուկով ապուրը, որովհետև այստեղ չկա կարտոֆիլ։ Չկա կարտոֆիլ, բայց կա ավելուկ, որ Շատ համեղ է, շատ ավելի։ մարդիկ դեռ առայժմ համառում են, չեն սիրում, զորօրինակ մեր հաղորդաշարի ռեժիսորը, ով դեռ համառում է, նա նույնիսկ դդում չէր ճաշակում, գարան միշտ չէր ճաշակում, այդ ամբողջ արդեն կարողանում է, բայց ավելուկի հարցում համառում Գուցե իմ տատիկի կերակուրը կօգնի։ կփորձենք այսօր։ Բլուրը մնաց Վերջում կդնենք, որովհետև շատ արագ է եպում, եւ Հա, ինչ ենք անելու։ Ուզում եմ ավելացնեմ աղը։ Խնդրեմ։ Խոշորահատիկ աղ։ Ձերքով։ Այո, այո։ Ձերքով ավելացնեմ։ Դու պիտի հիշես տատիկը ինչպես է, տատիկը ինչ է, Տատիկս հատուկ գտալ ուներ աղի։ Այո։ Ամեն մեկս ունենք մեր խոհանոցում այդ գտալը, որի չափը արդեն գիտենք։ Սև պղպեղ, բայց սա արդեն գտալով չեմ ուզում, մատերով չեմ ուզում ավելացնել։ Խնդրեմ։ Ահա, շնորհակալություն։
Օրինակ դուք կնախընտրեիք կտրատեիք սալորաչիրը։ Կտրատել։ Չէ, դուք ոնց կանեիք։ Ես ինձ այսպես կգցեմ։ Ես էլ եմ դες գցել։ Կավելացնեմ մի քիչ էլ բլհուրը։ Կարծում եմ 5 րոպե էլ եռա եւ պատրաստ կլինի։ Ես էլ եմ կարծում, բոլոր մթերքներն արդեն տեղում են եւ միասին եփվում են։ Մեզ հարկավոր է 5 րոպե համբերել, իսկ 5 րոպե հետո կմիանանք եւ արդեն պատրաստ կմատուցենք։ Այո։ Աննա ջան, արդեն Հա, ես կարծում եմ պատրաստ է մեր ապուրը, ես կվերցնեմ կրակից։ խնդրեմ քեզ ափսեն մատուցման, շերեփը տատիկի։ Շերեփը պարոն Մամուլյանի։ Այո։ Եվ սխտորը ես կտրատեմ։ Ահա։ Խոշոր կտորներով, չէ՞։ Այո։ Գիտեք, երբեմն մարդիկ ասում են ես սխտոր չեմ ուտում, բայց չեն գիտակցում, որ իրենք չեն ուտում, որովհետև հենց հատիկները, որ ընկնում է ատամների տակ, դա հաճելի չէ։ Իրականում, որ սխտորի համը չլինի, այդքան էլ հետաքրքիր չի լինում, էլի։ Իհարկե, իհարկե։ Բացի նրանից, որ սխտորով կմատուցենք, ես կարծում եմ, որ հայ-ավանդական ուտեստի համար պարտադիր պայման է թթուն։ Իսկ ամենաավանդական ընտանիքների համար ինչն է պարտադիր։ Լավաշը չոր։ Ապրես դու, ապրես, սա էլ ամենաավանդական ընտանիքների համար։ Թե չէ միայն ուտեստը պատրաստում են ու վերջ։ Չէ, թթվի հոտը շատ գրավիչ, չէ։ Այո, այո։ Ապուրի կողքին։ Տեսքը, վարունգի։ Այսպես։ Սա էլ կդնենք։ Այսպես։ Ահա, հենց այսպես էլ կարելի է մատուցել։ Աննա ջան, ունես ասելիք մեր հերոստատիտողին։ Իհարկե կունենամ։ Խնդրեմ։ Առաջին հերթին երևի թե կուզենամ իմ ցանկության մասին։ Այո, այո։ Շատ երջանիկ կլինի, որ տատիկիս կերակուրը կարողանայի պատրաստել եւ համտեսել տատիկս։ Ավաղ ես արդեն շատ մեծ եմ, տատիկ էլ արդեն վաղուց չունեմ։ Բայց բոլոր իմ ընկերները միշտ գիտեն, որ իմ տանդրները բաց են իրենց առջև եւ շատ-շատերը համտեսել են ինձ մոտ, կասեմ միշտ համեցեք բոլոր նրանց, ովքեր համարում են իմ պատրաստածները համեղ։ Եվ ցանկանամ, որ մարդիկ հայ-ավանդական ուտեստներին վերաբերվեն շատ ջերմ, դրանք շատ համեղ են, դրանք շատ գեղեցիկ են։ Եվ ձեր ասած եւ առողջ էր։ Օգտակար, այո, այո։ Եվ ձեր ասածի պես չորաթանի պես բան շատ քիչ կա Աշխարհում։ Այո։ Պետք է ճանաչել պատմությունը մեր խոհարարական շատ հետաքրքիր խոհանոցն է Հայաստանում։ Շատ լավ, բարեկամներ, համեցեք Աննա Թադևոսյանի բնակարան տուն, համարը կթողնենք եւ տատիկի ուտեստները կարող եք համտեսել հենց Աննայի կողմից պատրաստված։ Բարեկամներ, իրոք ես կարծում եմ, որ դուք դեմ չեք լինի, եթե ես շնորհակալություն հայտնեմ ի սրտե այս լավ օրը անցկացնելու համար եւ եւս մեկ մոռացված ուտեստ վերականգնելու համար։ Շնորհակալություն Աննա ջան, ապրես դու, ես էլ եմ գալու։ Համեցեք։ Այո։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ թույլ տվեցիք ես ձեր խոհանոցում եւս մեկ անգամ պատրաստեմ։ Մեզ համար մեծ պատիվ, մեծ պատիվ։ Ինձ համար էլ։ Բարեկամներ, հենց այս լավ նոտայի վրա էլ ուզում եմ հրաժեշտ տալ, բայց միջ հրաժեշտ տալը ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին, լինենք առողջ ու համախմբված, հպարտանանք միշտ հայ լինելու համար եւ ունենանք համբերություն եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Ավելուկով ապուր։ Ավելուկ 1 կապ, ոսպ 150 գրամ, բլխուր 100 գրամ, ալյուր 2 ճաշի գդալ, սև սալորաչիր, լորիկ 300 գրամ, սոխ 80 գրամ, ձեթ 40 գրամ, աղ, պղպեղ, սխտոր, բարեախորժակ։